Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Գորիսում համայնքի ղեկավարի հետ հանդիպումից հետո առաջին կանգառը Վիննետ Գորիս զարգացման հիմնադրամն էր, որտեղ կառույցի ներկայացուցիչների եւ շահառուների հետ քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանը եւ առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ Օմբուդսմենը այցելել է նաեւ Արդարադատության նախարարության Գորիս քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք մանրամասն վերլուծելուց հետո համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին։ Պաշտպանի հաջորդ կանգառը Կապանն էր, որտեղ օրը մեկնարկեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպմամբ։ Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ համագործակցությունն արդյունավետ է, իսկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը շարունակում է ամրապնդվել։ Ամենօրյա ռեժիմով կա համագործակցություն, աշխատանք, ինչն է տալիս է իր արդյունքները, թե Տիկին Մանասյանի անհատական ջանքի եւ թե ինստիտուտի ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք իրականում ունենում ենք լավ պատկեր։ Ես վստահ եմ, որ մարդու իրավունքները դա կարևորագույն օղակներից մեկն է, որը պետք է պահել միշտ ուշադրության կենտրոնում եւ դրա էֆեկտիվությունը պայմանավորված է ուղղակի մարդու իրավունքների պաշտպանի հետ սերտ համագործակցությամբ։ Օրվա հաջորդ այցը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում էր նախատեսված, որտեղ ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացը եւ ոչ միայն։ Տիկին Մանասյանը շրջել է հաստատության տարածքում անձամբ շփվել բուժառուների եւ անձնակազմի հետ։ Պատկան մարմինների այցը դիսպանսեր, դիտողությունները, գովելու խոսքերը, կատարած աշխատանքը գնահատված զգալու մեծ գնահատական է։ Ցանկությունը միայն պայմանների բարելավումն է շենքային, որպեսզի կարողանանք եվրոպական ստանդարտներին համապատասխան պայմաններ ունենալ մեկ հիվանդի հատկացվող տարածքը ապահովելու համար։ Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև արծվաբույն տարեցների սպասարկման կենտրոնում խնամք ստացող շահառուները, նրանց կացության պայմաններն ու տրամադրվող ծառայությունները։ Մենք աշխատում ենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր ունեն մեր բոլորիս հոգացության կարիքը, ովքեր ժամանակի ընթացքում շատ դժվար պայմաններում են ապրել։ Մեր շահառուները մենակ չեն, բայց այցելուների պակասել չունենք, բայց մենք կցանկանանք, որ մենք միշտ լինենք ուշադրության կենտրոնում եւ մենք մեզ լավ կզգանք եւ մեր շահառուները։ Մարզային այցերը մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա գործունեության հիմնական մասն են կազմում։ Դրանց հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ խնդիրներին, լսել մարդկանց, ծավալները գնահատելով լուծումների ճիշտ բանաձև մշակել, որպեսզի արդյունքները երկար չսպասեցնեն։ Երբ ամփոփում էինք նախորդ տարի Սյունիքի մարզին կատարած մարզային այցելության արդյունքները, պարզ էր, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք հենց իմ կողմից են բարձրաձայնվել, արդենից ստացել են իրենց լուծումները, ընդ որում դրանք բավականին լուրջ համակարգային խնդիրներ են։ Այցի շատ կարևոր մասն է նաև Մեղրի այցը։ Մեղրիում դարձյալ մի շարք կարևոր հարցեր ենք հասցեավորելու, թե ընդհանրապես քաղաքային խնդիրների հետ կապված, թե զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված եւ իրավունքներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր ու բնականաբար դրանից հետո նաեւ հնարավորություն կունենանք արդեն Կապանում շարունակել մեր մարզային ստորաբաժանման աշխատանքների կատարելագործման ուղղված խորհրդակցությունները եւ մի քանի այլ տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ հանդիպումները։ Պաշտպանի մարզային այցերը շարունակական կլինեն, նպատակ ունենալով տեղում բացահայտել համակարգային խնդիրները, խթանել արդյունավետ համագործակցությանը եւ նպաստել մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը Հայաստանի բոլոր մարզերում։ Անի Գրիգորյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։